մենք հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք լավ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել։ Ոնց է որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ոնց է որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Պետք է պայքարենք այս չարիքի դեմ ու ազատվենք ներքին Թուրքից ու դավաճանից։ Ջահերով երթին, ապա ապրիլի 24-ին մարդկանց անվերջանալի հոսքը ծիծեռնակաբերդ աշխարհին հերթական անգամ հիշեցրեց ով ենք մենք, որտեղից են գալիս եւ ուր են գնում։ Պետք է առաջ շարժվել, որ ներսի եւ դրսի Թուրքը զգա ով ենք մենք։ Մենք դա կարող ենք։ Բոլոր դարերում էլ դժվարություններ ունեցել ենք, բայց սա իրոք սարսափելի վիճակ է, քանի որ ներսի Թուրքն ու դավաճանն ավելի շատ է, քան դրսինը։ Անդրանիկն ասում էր, հայրենիքը փրկելու համար նախ ներքին Թուրքից ու դավաճանից է պետք ազատվել։ Երբ Ադանայում ջարդեր էին, իսկ դրանից 1 տարի առաջ էլ երիկ թուրքերը հեղափոխություն էին արել, արևմտահայ մտավորականությունը կարծում էր, թե երիկ թուրքերը մեզ կպաշտպանեն, եւ միայն Անդրանիկն էր, որ ասաց Թուրքի հետ չի հաշտվի։ Իգիտություն Նիկոլիի մեր ժողովուրդն էլ Թուրքի հետ չի հաշտվում։ Ասում էին Արցախը տանք հանգիստ ապրենք։ Տվեցին, լավ ենք ապրում։ Թուրքը մխրճվել է Սյունյաց աշխարհ, Նժդեհը մեզ չի ներելու։ Մեր իսկ տարածքում թշնամին մեր դեմ դիրքեր ու հենակետեր է սարքել ու կահավորել։ Մեր արոտավայրերը քանդել են ու մեզ վերևից հսկում են, Արցախն էլ բռնազավթված է։ Մոնթե Մելքոնյանը ժամանակին Միացյալ Նահանգներից եկավ ու ազատագրեց Արցախը, իսկ սրանք Մոնթեի նկարներն են հանում դպրոցներից։ Նժդեհին ֆաշիստ համարող կրթության նախարարը փակ շրջաբերականով հրահանգում է դպրոցներից եւ բուհերից հանել ազգային հերոսների նկարներն ու խոսքերը։ Մինչդեռ զինվորականների քանի սերունդ է դրանք տեսել ու կարդացել ռազմական ինստիտուտում ուսանելու տարիներին։ Մեր դրոշից սրանք վախենում են եւ ճիշտ են անում։ Արցախի տատիկ պապիկը սրանց չեն ներելու։ Ովքեր չեն պայքարում ընկնելու են Գրիգոր Զոհրաբի օրը։ Նա էլ էր թուրքերին հավատում, ինչպես Արևմտյան Հայաստանի այլ նշանավոր գրողներն ու հասարակական գործիչները, մտավորականության ներկայացուցիչները։ Զոհրաբն Օսմանյան խորհրդարանի անդամ էր իրավաբանական կրթությամբ, բայց Թալիատն իր Հուդայի համբույրը նրան տվեց։ Ներկայիս հայ մտավորականությունն էլ է այդ օրն ընկնելու։ Ինչ են զգում Մարթակերին կամ նրա հանցակցին գովերքող մտավորականները, օրինակ Հենրիկ Հովանիսյանը։ Միգուցե նույն ճակատագրին են արժանանալու։ Նրանցից լավ տղա չլինեն։ Տարիներ առաջ, երբ Կարո Փայլյանը մեր զոհերի նկարներն էր ցույց տալիս թուրքական խորհրդարանում եւ ասում էր՝ դուք եք կոտորել, շատերը ոգևորվել էին, բայց վերջին տարիներին նա քանիցս Հայաստան է եկել հետախուզության, բանակցելու Էրդողանի ընկերոջ Նիկոլի հետ։ Նա էլ է քամելեոն։ Զոհերի ծնողներին այսօր անտեսում ու վատաբանում են, ընդ որում թե այս վարչախումբը, թե որոշ հասարակական շրջանակներ։ Սրանք այդպես էլ իբր չկարողացան պարզել զոհերի ծնողներին քաշքշած ազգի տականքներին։ Այն դեպքում, երբ ծնողներն իրենք դրանց դեմքերն ամեն օր ցույց էին տալիս, սրանք հերոսների մայրերին ծեծող, քաշքշող կարմիր բերետավորներ են, որոնց ճակատին խարան է։ Հադրութեցի Ժորայի հորը Վահիթ Սահակյանին, որը տուն ու տեղից զրկվել է, որդուն էլ կորցրել, 4-5 հոգով քաշքշում էին։ Ոմանք մոտենում ասում են ձեր կողմից ենք, ի պատասխան լսում են կողկրտեք ձեր գլխարկներն ու անցեք ժողովրդի կողմը։ Պաշտոններին նշանակել են ոչ մասնագետների, ոչ մի պաշտոնյա իր գործին չի տիրապետում։ Ազատ գյուղում զոհված 15 զինվորներից մեկի ծնողն ասում է՝ կոտրած ձեռքովս 2 անգամ Նիկոլին եմ ընտրել։ Ցավալի է, որ 44-օրյայի տղաները հաշիվ չէին, ինչպես կարելի էր երկրորդ անգամ այդ անձին ընտրել, երբ ամեն մեռնողի հետ նորից մեռնում ենք։ Մարդիկ դարձել են բախտակիցներ, բոլորը պիտի պայքարեն այս չարիքի դեմ։ Նա մի ամբողջ սերնդի է զոհաբերել, մեզ չեն ներելու, որ հայրենիք ենք կորցրել։ Հողատու, վիժվածք, պատուհաս, հերիքա մեր հողերը հանձնես Թուրքին, հերիքա Ալիևի ոտերը լիզես։ Օրինակ նա, այս վերջերս, կարելի ասել ոչ թե վարչապետի դերում է, այլ բլոգերի դերում է։ Փաշինյանը համեմատություն անեմ։ Քաջնազարնը, Իստակինանն, Ուստիյանը։ Աշխարհը գենոցիդը ճանաչում է, ինքը ժխտում է, դա անելու բան է։ Մնացածը չեմ ասում։ Կապիկություններ անում, արագաչափեր էր փակում, ներկում, էս կարմիր ամոթա։ Անունը լսել չենք ուզում, տեսնել չենք ուզում, չգիտեմ, ահա որ այս մեր երկրի վիճակ ուր են գնում, դա էլ չգիտեմ։ Համայն հայությունն է որակավորում դավաճան եւ վերջ։ Ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասել, բայց դες էլ այս հարցը կլուծվի, չի լուծվի, ես ինչ արեց այս մեր ժողովրդի գլխին, ես չգիտեմ։ Ինչ կարող եմ էլ ասել։ Անամոթ մարդուն ինչ կարող ես ասել։ Տեսնել չեմ ուզում, կասեմ ստախոս, կասեմ թալանչի, կասեմ դավաճան։
Կասեն հենց աշխատի, որ այս երկիրը չկործանվի։ Նիկոլի, Ալենի եւ մյուսների անունները դարձել են հասարակ անուններ, որպես ոչ հայ ազգի ներկայացուցիչ։ Ազգը պետք է մաքրել նրանց քաղաքական ներկայությունից վաղ թե ուշ։ Այսպես չի կարող շարունակվել։ Ազգը պետք է փրկվի։ Թշնամին հայկական գենը հանգիստ չի թողնելու երբեք։ Մեր ջարդված ազգի մեջ ինչքան հերոսներ ունեցանք։ Սրանք չեն կարող հասնել իրենց նպատակին։ Չարի վերջը գալու է։ Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։